մեծ առեղծված ֆուտբոլում։ Շատերը մինչև հիմա զարմանում են, լավ, ինչի շնորհիվ է Թոմաս Մյուլլերը համարվում դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Չէ՞ որ նա չի փայլում ոչ ֆիզիկական տվյալներով, ոչ արագությամբ, ոչ դրիբլինգով, ոչ էլ մահացու հարվածներով, բայց գերմանացին դա փոխհատուցում է մեկ բանով՝ նրա ուղեղը, ինչպես ասում են, 1000-ի տակ է աշխատում։ Մյուլլերը շախմատիստի պես միշտ մի քանի քայլ առաջ է մտածում եւ խաղադաշտում անհրաժեշտ դիրք զբաղեցնում, անընդհատ հայտնվելով ճիշտ պահին, ճիշտ տեղում։ Գերմաներենում նույնիսկ հատուկ բառ կա այս կիսապաշտպանի խաղաոճը նկարագրելու համար՝ Raumdeuter։ Նա այդ ամենին գումարում է 1-2 հպումով արագ խաղը, ուստի մրցակիցները պարզապես չեն հասցնում, ինչպես հարկն է խանգարել նրան։ Մյուլլերը գերազանց դիրքավորվում է ոչ միայն տուգանային հրապարակի մատույցներում, այլև հենց այնտեղ։ Դրա շնորհիվ էլ, չլինելով հարձակվող, Չեմպիոնների լիգայի պատմության 6-րդ ռմբարկուն է, գոլերից 28-ը խփել է փլեյօֆի որոշիչ խաղերում։ Նա Բավարիայում իր 16-ամյա կարիերայում 522 գոլային գործողություն է գրանցել, ևս 86-ը Գերմանիայի հավաքականում, անհավատալի թվեր են։ Սա 35-ամյա ֆուտբոլիստի վերջին մրցաշրջանն է հարազատ Բավարիայում, իսկ որ ակումբում կցանկանայիք տեսնել լեգենդար ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանում։